Նրանք այսօր պետք է ցույց տան, որ գիտեն եւ պատրաստ են դառնալ ուսանող։ Երևանում եւ մարզերում մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները։ 1400 դիմորդ քննություն է հանձնում կենսաբանություն, 330 աշխարհագրություն եւ 140 համաշխարհային պատմություն առարկաներից։ Հուսմունքը կա, բայց ինձ թվում է լավ կլինի, բոլորին հաջողություն եմ աղթում։ Հայաստանում ստեղծվել է 34 քննական կենտրոն։ Երևանում քննությունները 190-րդ եւ 170-րդ դպրոցներում են։ Ջուր, սանհանգույց, անձեռոցիկ, ջուր էլեմենտար բաներ ամեն ինչով ապահովված են։ 190-րդ դպրոցում կենսաբանության քննություն է, դիմորդները 260-ն են։ Հրաչը Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանից է, ապագա ռազմական բժիշկ։ Քննական լարվածությունը մի կողմ դրած թվում է ռազմական բժշկի առաքելությունները։ Լինել բարեհոգի, զինվորների կողքին լինել միշտ։ Այս տարի հանձնաժողովը խիստ է ծածկագրերից օգտվողների հանդեպ։ Դիմորդը կհեռացվի քննասենյակից առանց զգուշացման ու կզրկվի քննությանը մասնակցելու իրավունքից։ Ծածկագրերից օգտվելու փոխարեն գնահատման թեստավորման կենտրոնի նախագահը դիմորդներին խորհուրդ է տալիս վստահ լինել սեփական ուժերին։ Այս տարի դրական գնահատականն էլ բավարար է ուսանող դառնալու համար։ Տեղերը բավարարել, որպեսզի երեխաները հանգիստ հանձնեն քննություն եւ միջին միավորներով, նույնիսկ ասեի դրական միավորներով ընդունել։ Քաղցրն օգնում է արագ մտածելուն։ Ռոբերտը քննասենյակում շոկոլադով է, որպես ապագա բժիշկ շեշտում է ուղեղը մարզելու կարևորության մասին։ Պետք են անգիրներ սովորեն, պետք է որտեղ անգիր սովորելու ժամանակ ուղեղը մարզվում է։ Քննությունը սկսված է, քննասենյակ մուտքն արգելված։ Հուզված ծնողները հետևում են այս էկրաններից։ Յուրաքանչյուրը գտնում է իր դիմորդին եւ առջևում անհանգիստ 3 ժամն է, մինչեւ քննության ավարտը։ Մենք տրամադրված ենք ստանալ բարձր գնահատական, ընդունվել։ Այս տարի միասնական քննություններին կմասնակցի 11000-ից ավելի դիմորդ։ Առաջին փուլի քննությունների վերջին օրը հունիսի 23-ն է։ Այգու Հյասատրյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։